Ինչ հուզիչ է։ Ինչ հուզիչ է։ Շատ հուզիչ է։ Շատ հուզիչ ժամանակ է, շատ հուզիչ օրեր են եւ շատ հուզիչ զգացողություններ են բոլոր այն Հիսուսի զավակների համար, ովքեր սրտի թրթիրով սպասում են Տիրոջ գալստյանը, ովքեր ամեն րոպե, ամեն ժամ մտածում են Հիսուս Քրիստոսի մասին եւ պատկերացնում են իրենց եւ իրենց Տիրոջ հանդիպումը։ Շատ հուզիչ է այդ մտքերը, այդ զգացողությունները, այդ զգացմունքները, պատկերացումները շատ հուզիչ է։ Եվ ես վստահ եմ, որ մենք բոլորս էլ ամեն օր պատկերացնում ենք ու երազում ենք այդ հանդիպումը մեր Տիրոջ հետ։ Ես վստահ եմ, ամբողջովին, առանց կասկածի վստահ եմ, որ սեպտեմբերի 23-ը դա այն օրն էր, երբ Տերը բոլորիս կամեցավ արթնացնել եւ մենք լսեցինք ձայնը, որպեսզի դուրս գանք դիմավորելու փեսային։ Ու այդ օրվանից շատ բան փոխվեց։ Ուրեմն մեր Տեր Աստվածը կատարյալ է։ Երբ մեր Տերը մի բան է անում, նրա արած մի գործը անհաշիվ կատարյալ կողմեր ունի։ Նա մի գործողությամբ 1000 գործողություն է անում։ Եվ Տերը իր զավակների շուրթերով հայտնեց, որ ինքը գալիս է։ Նրանք, ովքեր իրոք Հիսուս Քրիստոսի զավակներն են եւ լսում են իրենց բարի հովիվի ձայնը եւ ճանաչում են, նրանք հասկացան, որ այդ բոլոր երազները, բոլոր հայտնությունները, որոնք պատմում են հարյուրավոր մարդիկ աշխարհում, հարյուրավոր կամ հազարավոր մարդիկ պատմում են աշխարհում այդ նույն բանը, սեպտեմբերի 23-ի, 24-ի մասին, Հիսուսի իրական զավակները շատ լավ լսեցին Տիրոջ ձայնը եւ հավատացին, որ Տերը արդեն գալիս է։ Հիմա եւ այդ օրվանից շատ բան է փոխվել բոլոր այն մարդկանց մոտ, ովքեր սպասում էին Հիսուս Քրիստոսին։ Եվ մեր Տերը ինչ որ անում է կատարյալ է, նրա գործերը։ Ու մի քանի օր առաջ ես խոսում էի մտքերով Տիրոջ հետ ու ասացի Տեր, տես, քեզ սպասող սրտերը ոնց են տանջվում քո համար։ Մենք կտանջվում ենք քո կարոտից, մենք սպասում ենք քեզ, քո պակասից տանջվում ենք, քեզ ենք ուզում։ Այդպես խոսում էի Տիրոջ հետ ու հենց այդ բառերի վրա կանգ առա։ Ես ինքս ինձ ասացի մի րոպե, բայց ինչի պիտի չտանջվենք։ Ինչի պետք է այդքան հեշտությամբ տրվի, տեղից շատ մեծ հեշտությամբ է տրված։ Սա Տիրոջ ողորմությամբ եւ մեր հավատով ձեռք բերված պարգևն է։ Ոչինչ չենք անում, ոչ մի դժվարության մեջով չենք անցնում, որպեսզի դառնանք Հիսուս Քրիստոսի հարսը։ Մեզանից պահանջվում է ուղղակի խոնարհություն, մաքրություն, հավատարմություն, բայց մենք ինչ ենք անում դրա համար, որ արժանանանք դրան։ Տերն է անում ամեն ինչ։ Նա պարգևում է, անգին պարգև է մեզ տալիս դառնալ Տիրոջ հարսը, դառնալ Հիսուս Քրիստոսի հարսը։ Եվ դրա համար մենք ոչինչ չենք անում եւ չենք էլ կարող։ Դա այնպիսի անգին պարգև է եւ կոչում է եւ դեր է, որը լինելու է հավերժ, որ մենք դրա դիմաց ոչինչ չենք կարող անել։ Իսկ ինչու պետք է գոնե այս դժվարությունը չանցնենք
սպասման դժվարության միջով չանցնենք։ Այդ ինչու պետք է հենց մեր ուզած, մեր սպասած պահին եւ մեր պատկերացրած ձևով լինի հափշտակություն։ Ոչ։ Մենք էլ պետք է ինչ որ մի բան անենք, այսինքն մենք պիտի անցնենք մի ճանապարհով, որը մեր հոգիների, մեր սրտի, մեր կամքի եւ մեր մտքի համար դժվար պիտի լինի։ Եվ հենց այդ ճանապարհին, այդ սպասման ճանապարհին Հիսուսին սպասողները կմաղվեն, կոպիտ բառերով ասած, կսկսեն ընկնել ճանապարհին հերթով շատերը։ Չեն սպասի, չեն կարողանա սպասել, համբերել մինչև այն օրը, այն պահը, որ Հիսուս Քրիստոսը կգա մեր հետևից։ Եվ Տերը ամեն օր, ամեն ժամ նայում է իրեն սպասողների սրտերին, մտքերին, արարքներին, խոսքերին, թե ինչպես ենք մենք փոխվում, եւ մեզանից քանիսն է, որ հավատարիմ է մնում եւ հավատարիմ կերպով սպասում է։ Եվ շատ պարզ երևում է, թե ովքեր էին, որ ուզում էին հափշտակվել, որովհետև իրենք են այդ քաղցր եւ թանկարժեք պարգևը ուզում վայելել, լինել Հիսուս Քրիստոսի հարսը, իսկ ովքեր են, որ ուղղակի Հիսուս Քրիստոսին անսահման նվիրված անդավաճան սիրով են սիրում։ Իսկական սերը համբերող է։ Իսկական սերը դիմացհող է, դիմացկուն է, ամուր է, եւ նրանք, ովքեր Հիսուս Քրիստոսին իրոք սիրում են, հիասթափությունները, դժվարությունները եւ ժամանակը նրանց չի կոտրի։ Եվ ինչ է ստացվում հիմա։ Սեպտեմբերի 23-ից շատ բան փոխվեց։ Մեզանից յուրաքանչյուրի մեջ շատ բան փոխվեց։ Եվ շատերը, ովքեր սպասում էին, ուղղակի հետ կանգնեցին, ուղղակի հրաժարվեցին, շատերը թուլացան, շատերը այլևս այն թրթիրով եւ հավատով սրտի չեն սպասում Հիսուս Քրիստոսին։ Եվ այսպես էլ պետք է լիներ։ Մենք պետք է անցնենք այդ կարճ, բայց ծանր եւ դժվար թվացող ճանապարհը, որտեղ որ ուղղակի իրական հարսը կառանձնանա բոլորից։ Իրական հարսը կառանձնանա բոլորից։ Հափշտակությունը դա հարսի եւ փեսայի մասին է։ Եվ հարսը շատ կարեւոր է Հիսուս Քրիստոսի համար։ Հարսը պիտի լինի հավատարիմ եւ ուժեղ եւ անսահման սիրով եւ շատ խոնար։ Եվ իր փեսայի հետ ապրի հավերժ ու լինի փեսայի կողքին։ Եվ պատկերացրեք, եթե մենք Հիսուս Քրիստոսի հետ կայացնելու ենք դատ, աշխարհի դատերը, մենք մեր Տիրոջ հետ ենք կայացնելու։ Շտի տարիների շատ սրբեր կան, շատ ընտրյալներ կան Աստծո, ովքեր որ նույնպես կգնան Տիրոջ մոտ, բայց նրանց դերը եւ հարսի դերը բոլորովին այլ է։ Ինչ է ստացվում։ Ինչ է ստացվում։ Ճանապարհի վերջում կմնան քչերը։ Եվ հենց այդ քչերն էլ կլինեն հարսը։ Շատերը նախընտրում են միանգամից ասել, որ այդ բոլոր մարդիկ, որ տեսան երազներ, որ տեսիլքներ տեսան, հայտնություններ ունեցան, սուտ մարգարեներ են։ Եվ ուզում եմ ասել, որ միշտ վատ ասել, որովհետև երբ դու մարդու մասին սխալ կարծիք ես հայտնում, այսինքն անարդար ես լինում, մեղադրում ես զուր տեղը, մեղադրում ես, դատում ես, զրպարտում ես, այդ մարդուն ոչ մի վատ բան չի լինում, բայց քեզ է լինում։ Դա հպարտությունից է, դա չարությունից է, դա նախանց սրտից է, երբ մենք չենք կարողանում խոնարհվել եւ ընդունել նրանց, ում Աստված է ուղարկում։ Ուղղակի չենք ուզում ընդունել։
Տերը ասել է, որ ով որ ընդունի իր ուղարկածին, կընդունի իրեն։ Նա ով կընդունի Հիսուս Քրիստոսի ուղարկածին, կընդունի Հիսուսին, եւ նա ով կընդունի Հիսուսին, կընդունի Հորը, Հայր Աստծուն։ Դրա համար խոնարհ եղեք, որովհետեւ այս կյանքում դատելով, դատապարտելով, մեղադրելով դուք փորձում եք ձեր անձը բարձրացնել, ձեզ բարձրացնել, բայց այս կյանքը վերջանում է մի օր, եւ մենք կանգնում ենք Աստծո դատաստանի առաջ։ Ու ում է վատ լինում։ Չարախոսողին, ոչ թե նրան, ում մասին չարախոսել են, եւ հակառակը նրան, ում մասին չարախոսել են, բայց նա բարությամբ է վերաբերվել, նրա համար միայն լավն է լինում, իսկ չարախոսողի հանդեպ Տերը ավելի է խստանում։ Աստվածաշնչում գրված է, որ երբ մեզ կչարախոսեն, կվնասեն, անարդար կլինեն, մենք լինենք բարի այդ մարդկանց հանդեպ, եւ այդ դեպքում այդ մարդկանց հանդեպ Աստված ավելի խիստ պատիժ կկայացնի։ Դրա համար չարախոսելուց առաջ, ձեզ դատավորի տեղ դնելուց առաջ, ավելի լավ է գոնե փորձեք ուժ գտնեք ձեր մեջ, լռեք, աշխատեք ձեր մտքերի վրա, աշխատեք ձեր խոսքի վրա։ Դուք կարող եք ուղղակի ձեր գոռոզության, ձեր հպարտության պատճառով զրպարտել Աստծո ուղարկածին։ Ու ինչ է ստացվում։ Ինչ է ստացվում, ով վնասվեց, ով տուժվեց։ Դուք մեղքի մեջ հայտնվեցիք։ Եվ մի գայթակղեք ուրիշներին։ Մի փորձեք ուրիշներին էլ տանեք ձեր հետ, որովհետև նա ով կգայթակղի, նրա պատիժը ավելի ծանր է լինելու։ Մի արեք դա, կանգ առեք, ձեզ զսպեք, մի կերպ կարողացեք ձեզ զսպել եւ չխոսել վատը, եւ չմտածել վատը, այլ խնդրեք Տիրոջը, որ նա ձեզ ուղղորդի եւ ցույց տա, արդյոք տվյալ մարդիկ իրենից են թե ոչ։ Ես սա ձեր համար եմ ասում, ես սա իմ համար չեմ ասում, որովհետև ինձ Աստված սովորեցրել է խոնարհություն, եւ ես ամեն օր ավելի ու ավելի եմ փորձում խոնարհվել։ Ամեն օր ավելի ու ավելի եմ փորձում արդար լինել։ Եթե ինձ ինչ-որ բան դուր չի գալիս, ես նույնիսկ իմ մտքերն եմ սանձում, որ հանկարծ մտքումս չմտածեմ ինչ-որ մի բան, որ արդար չի լինի։ Մենք պետք է աշխատենք մեր վրա, մեր սրտերի, մեր մտքերի, մեր խոսքի։ Ամենաշատ կրկնվող խոսքերից է Աստվածաշնչի, որ մարդիկ ամենաշատը դա են կրկնում երևի, որ վերջին օրերին կգան սուտ մարգարեներ։ Աստվածաշնչում այնքան կարևոր խոսքեր կան։ Դուք այդ խոսքերն էլ ասեք, Հիսուսի մասին խոսեք, օգնեք մարդկանց, որ Հիսուսին ճանաչեն, ապաշխարեն, պատմեք մարդկանց, որ Հիսուս Քրիստոսը վերադառնում է։ Աստված իր Սուրբ Հոգին հեղում է իր զավակների վրա, եւ նրանք տեսնում են տեսիլքներ, երազներ, ինչի համար, որպեսզի վերջին օրերին բոլորը իմանան, որ Հիսուս Քրիստոսը վերադառնում է։ Որովհետև եթե Աստված իր զավակների բերանով, շուրթերով չխոսի ու մեզ չասեր, որ ինքը գալիս է, մեզանից մեծամասնությունը ուղղակի Աստվածաշունչ կարդալով կամ չկարդալով, այդպես էլ չէր իմանա, որ Հիսուս Քրիստոսը վերադառնում է։ Նորից եմ ասում, դա ձեր հպարտությունն է եւ ձեր սրտի չարությունն ու նախանձը, որ դուք միանգամից դեմ եք կանգնում մարդկանց, ովքեր խոսում են, պատմում են, որ Հիսուս Քրիստոսը վերադառնում է, որ իրենք երազներ են տեսնում եւ տեսիլքներ։ Ճիշտ է, ես այդ մարդկանց մեջ եմ, բայց ես ինձ չեմ հիմա պաշտպանում։ Ինձ պաշտպանողը իմ Տեր Աստվածն է։ Ես դրա կարիքը չունեմ։ Ես ուզում եմ, որ դուք հասկանաք, որ դրանով միայն ձեզ եք վնասում։ Որովհետև Աստված ում շուրթերով ուզի կխոսի եւ կհայտնի, կասի, որ ինքը գալիս է։
Պատկերացնում եք, եթե շատերը գրում են, ասում են, Աստվածաշնչում ամեն ինչ գրված է, ձեր երազներն ու ձեր տեսիլքները ձեզ պահեք, օրինակ, պետք չի պատմեք։ Պատկերացրեք այդպես։ Չէ՞ որ աշխարհում բոլոր ազգերի մեջ Աստծո զավակները տեսնում են երազներ ու տեսիլքներ եւ պատմում են։ Հիմա եկեք պատկերացնենք, ինչքան քիչ մարդիկ են Աստվածաշունչ կարդում իրականում։ Եվ ինչքան Աստվածաշունչ չկարդացած մարդիկ են, որ իմացել են Տիրոջ գալստյան մասին, մյուսների վկայությունները լսելով։ Ինչքան մարդիկ են դարձի գալիս հենց այս օրերին ուղակի YouTube-յան վկայությունները, հոլովակներ, տեսահոլովակներ դիտելով ու լսելով։ Ամբողջ աշխարհում մարդիկ, ովքեր Աստվածաշունչ չեն էլ կարդացել մինչև հիմա, դարձի են գալիս։ Աստված օգտագործում է իր զավակներին։ Դա Աստծո կամքն է, դա Աստծո ծրագիրն է։ Աստվածաշնչում գրված է. վերջին օրերին իմ Սուրբ Հոգին կհեղեմ ձեր որդիների եւ դուստրերի եւ տարեցների վրա եւ նրանք երազներ ու տեսիլքներ կտեսնեն։ Դա Աստծո կամքն է, Աստծո ծրագիրն է կատարյալ։ Բայց մեզանից շատերը իրենց հպարտության ու նախանձ սրտի պատճառով դեմ են կանգնում դրան ու պայքարում են բոլոր նրանց դեմ, ովքեր տեսնում են երազներ ու տեսիլքներ եւ կիսվում են։ Այդ բոլոր նրանք, ովքեր կիսվում են, նրանք Աստծո զավակներն են եւ այնքան սիրով են լցված եւ այնքան անվախ են ու իրենց անձի մասին չեն մտածում, որ կիսվում են իրենց երազներում, որպեսզի մյուսները լսեն եւ փրկվեն։ Որովհետև բոլոր այն մարդիկ, ովքեր պատմում են իրենց երազները եւ ասում են, որ Տեր Հիսուս Քրիստոսը գալիս է, նրանք բոլորն էլ ծաղրանքի են ենթարկվում կամ չարախոսությունների, բայց չեն նայում դրան, նրանք շարունակում են։ Ես գիտեմ, որ հիմա աշխարհում շատ YouTube-յան ալիքներ ուղղակի դադարեցին գործել սեպտեմբերի 23-ից հետո, որովհետև մարդիկ ուղղակի կոտրվեցին, հիասթափվեցին, ցավը զգացին մեծ, որ իրենց ծաղրեցին, իրենց համարեցին սուտ մարգարե, չարախոսեցին։ Բոլորը չի, որ դիմանում են այդ ցավին։ Մարդիկ ընկճվում են, բոլորս ենք ընկճվում, բոլորս ենք մի օր ընկնում, բոլորս ենք մի օր սխալվում, բոլորս ենք թուլանում, մենք մարդ ենք, բայց Աստված մեզ ոտքի է կանգնեցնում։ Բայց այդ չարախոսությունների ու ծաղրանքների պատճառով շատերը ուղղակի կոտրվել են ու չեն կարողանում ոտքի կանգնել դեռ։ Երբ դուք կռիվ եք տալիս այդ մարդկանց դեմ, դուք Հիսուսի դեմ եք կռիվ տալիս։ Դուք կասկածի տակ եք դնում նրա խոսքերը, որ վերջին օրերին իր զավակների շուրթերով ինքը կխոսի, Սուրբ Հոգին կխոսի, երազներով եւ տեսիլքներով, կասկածի տակ եք դնում։ Սուտ եք համարում այդ մարդկանց, սուտ մարգարեներ։ Բայց ինչպես պետք է լիներ։ Այսքան միլիոնավոր, չգիտեմ, հազարավոր մարդիկ երազներ ու տեսիլքներ են տեսնում։ Ու նրանք բոլորը սուտ մարգարեներ են։ Եթե նրանց պատմածը մեզ տանում է դեպի փրկություն, մեզ տանում է դեպի Աստված, մեզ տանում է դեպի երկնային արքայություն, ինչպես կարող են նրանք չարից լինել։ Ինչպես, եթե մարդիկ պատմեն իրենց երազներն ու տեսիլքները, որպեսզի ձեր սրտին դիպչեն ու ձեզ արթնացնեն, մեզ արթնացնեն, ու ասեն արթնացիր, Հիսուսը գալիս է, օգտագործիր քո ժամանակը, որ տրված է քեզ, որպեսզի փրկվես, որպեսզի Հիսուս Քրիստոսի հարսը դառնաս, այդ մարդիկ կարող են չարից լինել, սատանան հաստատ չի ուզում, որ մենք սպասենք Հիսուսին եւ օրերը հաշվենք։ Բայց Հիսուսին պետք է, որ մեր միջից թույլ հավատովները ուղղակի դուրս մղվեն, դուրս մնան, որովհետև հարսը դա յուրահատուկ ընտրյալներն են, յուրահատուկ նվիրյալ հավատարիմ զինվորներն են։ Դրա համար բոլոր սպասողները չի որ հափշտակվելու են, եւ այս սպասման ընթացքը, որը Փեսայի ուշացման պահն է, որը այն ընթացքն է, որ Տերը պիտի ուշանա ծառայի կարծիքով եւ ծառան սկսի իր ծառայակիցներին ծեծել,
Դա հենց այդ չարախոսողների մասին է խոսքը։ Ու հենց այնպես չի, որ մենք պետք է անցնենք այս ճանապարհով, որովհետև մեզանից շատերը ուղղակի չեն հասնի, պատրաստ չեն լինի այն օրը, երբ Հիսուսը գա։ 10 կույսերի առակում 10 կույսն էլ սպասում էին Հիսուսին։ Ինչ է, 10 կույսերը չէին սպասում, 10 կույսերն էլ սպասում էին, բայց 5-ը մտան ներս, 5-ը ոչ։ Այսինքն բոլոր սպասողների կեսը մտնում է երկնային արքայություն, կեսը ոչ։ Եթե դու սպասում ես Հիսուս Քրիստոսի գալուն կամ սպասում ես նկատի ունեմ հավատում ես, որ նա կգա, դուրս ես եկել դիմավորելու, դա դեռ չի նշանակում, որ դու մտնելու ես նրա արքայություն։ Այն 5 կույսերի պես նրանք էլ էին սպասում, այսինքն դուրս էին եկել դիմավորելու, ոչ թե դուրս էին եկել դիմավորելու, բայց չկարողացան միջև վերջ սպասել, նրանց լույսը մարեց, որովհետև յուղ չունեին, որովհետև նրանց հավատը այդքան մեծ չի, որովհետև նրանց սրտերը այդքան մաքուր ու խոնարհ չէր, որպեսզի մինչև վերջ համբերեին։ Նրանց լույսը, նրանց ճրագը մարեց, նրանց յուղը վերջացավ։ Ինչը չէին սպասում, չէին դուրս եկել դիմավորելու։ Սեպտեմբերի 23-ից դուրս էին եկել դիմավորելու։ Քանիսը մնացին։ Այնպես որ բոլոր հավատացողները չի, որ հարս են։ Մենք պիտի հասկանանք մի բան։ Հիսուս Քրիստոսն ասել է. Ես ձեզ ընտրեցի, ոչ թե դուք ինձ։ Տերն է մեզ ընտրում։ Եվ հետո մենք նրան։ Ես մինչև այդ խոսքերը կարդալը Աստվածաշնչի մեջ, ես երբ Տիրոջ հետ խոսում էի, հաճախ էի ասում. Տեր, դու ինձ ընտրեցիր, հետո էլ ես քեզ, որովհետև դու եկար իմ կյանք ինձ փրկելու, ու երբ որ դու եկար, ես էլ քեզ ընտրեցի։ Այսինքն Աստված է սկզբում, նա է ընտրում մեզ, Հիսուսն է ընտրում մեզ, եւ հետո մենք նրան։ Ու ամեն ինչ, ամեն գաղտնիք մեր սրտի մեջ է։ Հիսուսը գիտի ում է ընտրում, 1 առաջինը, երկրորդ, ում որ Հիսուսը ընտրում է, նա այն կերպով է փրկում այդ մարդուն, որ այդ մարդը մեկ եւ ընդմիշտ դառնում է Հիսուսինը, եւ այլևս ոչինչ, ոչ ոք, ոչինչ չի կարող փոխել։ Որովհետև երբ Հիսուսն է քեզ ընտրում, գալիս է քո կյանք, դու նրան ճանաչում ես այնպես, որ ոչ մի ուժ քեզ այլևս Հիսուսից չի հեռացնի։ Հիսուս Քրիստոսը ամենակարևորն է։ Ողջ աշխարհում ամենակարևորն է։ Մեր կյանքում պետք է ամենակարևորը Հիսուսը լինի։ Ամենակարևորը Հիսուս Քրիստոսն է։ Ափսոս, որ շատ քչերն են դա հասկանում։ Մեր անգին գանձը, մեր Տեր Հիսուս Քրիստոսը, մեր փրկիչը, մեր սեր Աստվածը, սեր Աստվածը, մեր կյանքը, մեր լույսը, մեր Տեր Հիսուս Քրիստոսն է։ Փնտրեք Հիսուսին եւ գտեք Հիսուսին, կանչեք Հիսուս Քրիստոսին, կանչեք ձեր կյանք։ Ամեն ինչ անցողիկ է կանցնի կգնա։ Ու ինչ, ոչինչ էլ հետ բերել չի լինի։ Եթե մարդ մահացել է առանց Հիսուսին ճանաչելու, վերջ, էլ ոչինչ հետ չի բերի։ Նա կորցրել է իր փրկությունը։ Մի կողմ դրեք ամեն ինչ, կենտրոնացեք Հիսուս Քրիստոսի վրա, կամեցեք իրոք ճանաչել Հիսուս Քրիստոսին։ Չար մարդիկ, ովքեր դատապարտում են։ Աստված ձեր աչքերին եւ ձեր ականջներին թմրություն է տվել, որովհետեւ դուք չար եք եւ ձեր չարությունը չի փոխվում։ Աստված ինչ էլ որ անում է, ձեր սրտերը նախանձից ու չարությունից չեն հրաժարվում։ Եվ նա կուրություն ու խլություն է բերում ձեր վրա, թմբիր է բերում, որպեսզի դուք տեսնելով չտեսնեք եւ լսելով չլսեք։ Երբ մարդը չի հրաժարվում իր չար սրտից, իր չար գործերից, Աստված այնպես է անում, որ նրանք այդպես էլ արդեն չտեսնեն ու չլսեն ճշմարտությունը եւ հենց դրանով պատժվեն։ Քանի դեռ ժամանակ ունեք, չար մարդիկ, ձեր մեջ ուժ գտեք,
հետ կանգնեք ձեր չար ճամփեքից եւ չար գործերից։ Մեր Տերը գալիս է եւ շատ քիչ մնաց դրան։ Անկախ նրանից ինչքան մարդ դրան կհավատա, թե չի հավատա, Տերը գալիս է ու դրանից հետո այն ինչ որ կսկսվի աշխարհի վրա, աշխարհի ստեղծման օրից մինչև հիմա չի տեսել։